Պատկերացրեք մի կնոջ, որի ամենամահաբեր զենքը ոչ թե նրա հռչակավոր գեղեցկությունն էր, այլ անգերազանցելի եւ սուր ինտելեկտը։ Մեր թվարկությունից առաջ, առաջին դարում Ալեքսանդրիայի շլացուցիչ արևի տակ կառավարում էր Կլեոպատրա 7-րդը, Եգիպտոսի վերջին եւ ամենալեգենդար փարավոնը։ Նա Պտղոմեոսյան հարստության միակ տիրակալն էր, ով հրաժարվեց խոսել միայն հունարեն եւ սովորեց եգիպտերեն ու եւս 8 այլ լեզուներ, որպիսի անձամբ լսի ժողովրդին։ Նա ժամանակ էր անցկացնում ոչ թե դիմահարդարների, այլ գիտնականների հետ, ուսումնասիրելով աստղագիտություն, փիլիսոփայություն եւ մաթեմատիկա։ Երբ հռոմեական կայսրությունը փորձեց կուլ տալ Եգիպտոսը, նա չհանձնվեց, այլ դիմեց հանճարեղ դիվանագիտության։ Փաթաթվելով արևելյան գորքի մեջ, նա գաղտնի մուտք գործեց Հուլիոս Կեսարի պալատ, ցուցադրելով համարձակություն, որը ապշեցրեց մեծ զորավարին։ Իսկ Մարկոս Անտոնիոսին ընթառաջ նա գնաց Նեղոսի տուրկուազագույն ջրերով, արծաթե թիակներով եւ ծիրանագույն առագաստներով մի ոսկե նավակով, որը բուրում էր վարդի յուղով, շլացնելով Հռոմը իր անսպար հարստությամբ եւ աստվածային վեհությամբ։ Կլեոպատրան խաղում էր հռոմեացի տիտանների հետ շախմատային պարտիա, օգտագործելով նրանց ուժը իր սիրելի Եգիպտոսը անկախ պահելու համար։ Եվ անգամ երբ պարտությունն անխուսափելի էր, նա թույլ չտվեց իրեն գերեվարել եւ նվաստացնել Հռոմի փողոցներում։ Նա հեռացավ կյանքից իր իսկ կամքով, արքայավայել ու հպարտ, ընդմիշտ միախառնվելով անապատի ոսկեգույն ավազներին եւ դառնալով անմահ առասպել։ Կլեոպատրան ապացուցեց, որ կնոջ իսկական եւ անպարտելի ուժը ծնվում է նրա բանականությունից։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ եւ ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։